Բարև, սիրելիներ Ղևդացոց 17-րդ գլուխը կբացահայտե Աստծո ծրագիրը ապահովելու, որ Իսրայել իր ժողովուրդը կենդանիներու արյունը զոհեն այնպիսի կերպով, որ հաճելի ըլլա Աստծո։ Առաջին 5 համարներու մեջ Աստված ըսավ, որ եթե ովևէ մեկը կենդանի մը զոհե, խորանին մուտքեն զատ ուրիշ տեղ, այդ մարդը արյուն զոհած կսեպվի եւ պետք է ժողովրդի մեջեն վդարվի։ Ինչ որ հիմա կտեսնենք, Աստված կհասնի իր ժողովրդին անձնական եւ անհատական կյանքին։ Ոչ միայն դարբերություն կար մաքուր եւ անմաքուր կենդանիներուն միջև, այլ նաեւ կանոններ կային մաքուր կենդանիներ ուտելու վերաբերյալ։ Հիմա 6-րդ համարի մեջ Աստված գսե, որ քահանան կենդանիին արյունը պետք է սրսկե վկայության խորանին թուրը, ետքը այրե ջարբը, որբեսի անուշ հոդը հաճելի ըլլա Աստծո։ Անոնք այլևս պետք է զոհեր չմատուցանեին իրենց ստեղծած մույս գուրքերուն։ 10-րդ համարին մեջ Աստված կհստակացնե, որ ովևէ իսրայելցի կամ անոնց մեջ ապրող օդարագամը պետք չէ արյուն ուտեր։ Արյունը սուրբ է, գսե դերը։ Վասնզի մարմնին կենդանությունը արյան մեջ է, եւ ես ցեզի դվի զայն, որբեսի սեղանին վրա ծեր հոգիներուն համար կավություն ընեք։ Այս զոհեն ետք, որը խաղաղության ընձայ էր, կենդանիին մնացորդը պիտի վերադարձվեր դերոջը, որ գարենար զայն պատրաստել իր սեղանին համար։ Այստեղ Աստված կփորձեր ժողովրդին հերացնել այն հին սովորություններեն, որոնք սկսած էին Եգիպտոսի երկրին մեջ։ Եգիպտոսեն դուրս գալեն ետք ժողովուրդը գրավաշտ էր եւ միայն Աստծո չէր բաշտեր։ Եթե գարտակ Եզեկիել 20-րդ գլուխը, պիտի տեսնեք, որ Իսրայելի ժողովուրդը նույնը գնեին, ինչ որ գնեին իրենց շրջապատող հեթանոսները։ Այսինքն միսը կմատուցվեր գուրքին նախքան զայն ուտելը։ Միսը կամ իրենց պիտի ըլլար, կամ շուգային մեջ պիտի վաճառեին։ Ղևդացոց կրկին մեջ Աստված կսահմաներ խիստ կանոններ, որբեսի արգելե իր ժողովրդին ինալե գրավաշտության մեջ, հոգևոր խավարի եւ Թադաստանի մեջ։ Անգուզեր, որ անոնք սորվեին հնազանդիլ իրեն միակ ճշմարիտ Աստծո։ Եկեք հասկանանք սիրելիներ, որ Աստված չփրկեց Իսրայելի ժողովուրդը, քանի որ անոնք ավելի ուշադիր մարդիկ էին, անոր օրենքները պահպանելու համար։ Ոչ, անոնց փրկելու պատճառը այն էր, գսե դերը, լսեցի անոնց աղաղակը եւ հիշեցի ուխտս, որ գադարեցի Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին հետ։ Աստված գսե. ես չեմ օրնար իմ խոստումս եւ զայն միշտ բարի գնեմ։ Ուշադրություն ըրեք 7-րդ համարին մեջ թևեր բարի կործածումին։ Այդ իրականության մեջ կնշանակե մազոտ կամ փրթոտ այծեր։ Որովհետև Եգիպտոսի մեջ մարդիկ կբաշտեին բնության աստվածները, հետևելով Եգիպտոսի ժողովրդին սովորության, որ կբաշտեին Մենդեսը այծի աստվածը։ Այս դարբեր չէր ուրիշ ասկերը, ինչպես հույները, որոնք այդ ժամանակ կբաշտեին այծի աստծո բանին։ Միջնադարյան քրիստոնեության ժամանակ Սատանան կներկայացվեր որպես այծ։ Այդ պատճառով մարդիկ այստեղ կզգուշացվեին այծերեն բնության այս աստվածները բաշտելու սովորության պատճառով։ Այս շատ կարևոր բան է, որ մենք պետք է գիտակցենք, քանի որ այսօր մենք կտեսնենք վերադարձը դեպի բնության պաշտամունքի։ Բաշտել բնության աստվածը, քան աստված, որ ստեղծած է ամբողջ բնությունը։ Ճշմարտության աղավաղում է եւ գրավաշտություն է։ Այդքան բարձ։ Այդ պատճառ կդառնա նաեւ հավատալու, որ բոլոր բնական գործերը բարի են եւ հաճելի։ Ուրեմն սիրելիներ, մենք կրնանք տեսնել Ղևդացվոցի մեջ, որ բոլոր գործերը հաճելի չեն դերոջը։ Բարձրապես որովհետև գործը մեզի համար բնական եւ բնաստային գտվի, չի նշանակեր, որ այն հաճելի է Աստծո։ Եվ հիշեցեք սիրելիներ, որ Աստված չի սահմանափակեր մեր վարքը, որովհետև գուզե մեր վրա իշխել։ Այն այդպես կնե մեր բարիքին համար։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ ինչ որ Աստված ըրած է եւ գնե, միշտ իր ժողովուրդը պաշտպանելու համար գնե։ Այդ բոլոր անցած դարիներուն
եւ այսօր։ Եկեք ավելի ուշադիր նայենք 10-16 համարներուն, քանի որ կբարունագե այն կարևոր սկզբունքը, որ կյանքը արյան մեջ է։ Մենք այսօր որպես քրիստոնյաներ կխոսենք քարնուգին արյան մասին, եւ այդ որովհետեւ Քրիստոս կդարեց արյան վերաբերյալ Ղևդացված կրկին մեջի դրված սկզբունքը։ Գտեսնենք, երբ Քրիստոսը սավ ուդել իր մարմինը եւ խմել իր արյունը, հոգեվորապես անսել գուզե, որթուն հավատքով ընդունիս անոր թափած արյունը քու մեղքերուդ համար եւ իրստանաս հավիտենական կյանք։ Ինչպես ասավ Պետրոս Արաքյալ, Քրիստոսի թանկագին արյունը թափվեցավ, որ ես եւ տուն կյանք ունենանք, եւ մարմնի կենթանությունը արյան մեջ է։ Նկատի արեք այս շատ կարևոր սկզբունքը եւ այդ մեծ հոգեվոր ճշմարտությունը, որ անոր մեջ է։ Ամեն։